Ինչ ժամկետում իրավասու մարմինը պետք է դիմի դատարան։ Այս պահին օրենքով կարգավորված չէ այս հարցը եւ դրա մասին նշում է նաեւ Սահմանադրական դատարանը։ Չնայած Սահմանադրական դատարանը ընդունում է, որ այս հարցի պատասխանը դեռևս բացակայում է եւ նման ժամկետ չկա, այնուամենայնիվ նման ժամկետի բացակայությունը չի էլ կարող ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող կամ չհամապատասխանող, որովհետեւ Սահմանադրական դատարանը նշում է նաեւ, որ այս պահին չկա իրավակիրառ պրակտիկա, այսինքն կոնկրետ փաստերի, կոնկրետ հանգամանքների, կոնկրետ գործի շրջանակում այս հարցը չի քննարկվել եւ դրա սահմանադրականությունը այս պահին չի կարող ստուգվել։ Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ ապագայում հնարավոր չէ առաջանա այս ժամկետի բացակայության սահմանադրականության հարցը։ Նման մի շարք հարցերի պատասխանը, որոնց Սահմանադրական դատարանը չի պատասխանել իր որոշման մեջ, մեծապես կախված է թե ինչ ուղղությամբ կզարգանա իրավակիրառ պրակտիկան եւ ինչպիսի որոշումներ կկայացնեն դատարանները։ Այս գործում բնականաբար մասնակցություն են ունենալու ինչպես դատարանները, դատախազները, այնպես էլ ապօրինի գույքի բռնագանձման վարույթով անցնող մյուս մասնակիցները, այդ թվում եւ փաստաբանները։ Չնայած Սահմանադրական դատարանը իր այս որոշմամբ շատ հարցերի պատասխան տվեց, այնուամենայնիվ մի շարք հարցեր դեռևս մնացին անպատասխան, եւ դրանց պատասխանը Սահմանադրական դատարանը նույնպես նշում է, որ տրվելու են իրավակիրառ պրակտիկայում։ Իսկ թե ինչպես կզարգանա իրավակիրառ պրակտիկան, դա մեծապես կախված է, թե ինչպես փաստաբանները կներկայացնեն իրենց վստահորդի շահերը համապատասխան վարույթի շրջանակում։